Հանձիրի լիճը, իտալական հեքիաթ։ Մի անգամ Մեսինա եկավ մի հարուստ։ Նա այնքան հարուստ էր, որ ինքն էլ կարգին չգիտեր, թե ինչքան հարստություն ունի։ Գնաց Հանձիրի լճի ափը զբոսնելու և հիացավ նրա գեղեցկությամբ։ Իսկ հարուստները այսպիսի մի սովորություն ունեն. եթե որևէ բան նրանց դուր գա, անպայման կուզենան գնել։ Հարուստը սկսեց հարցուփորձ անել. Ում լիճն է սա։ Թագավորինն է, պատասխանեցին նրան։ Հարուստը գնաց թագավորի մոտ։ Ձերդ մեծություն, արդյոք լիճը չեք վաճառի ինձ։ Ինչու՞ չէ, ասաց թագավորը։ Եթե լավ գին տաս, կվաճառեմ։ Իսկ ինչ արժե։ Դե ես թանկ չեմ ուզի։ Հանձիրի հատակը ծածկեք ոսկե դրամով, հետո կկիսենք, ոսկին ինձ, լիճը ձեզ։ Հա, համաձայն եմ, բացականչեց հարուստը։ Տեսնելով, որ գնորդը հեշտությամբ համաձայնվեց, թագավորը վախեցավ, թե էժան է ասել։ Դրա համար նա շտապ ավելացրեց. Բայց ես դեռ բոլորը չասացի։ Դրամները պետք է իրար մոտ շարվեն, կողք կողքի։ Ոչ, ձերդ մեծություն, դա շատ թանկ կլինի, թող դրամները իրար մոտ շարվեն տափականց, ասաց հարուստը։ Կողքանց, համառեց թագավորը։ Չէ, ձերդ մեծություն, տափականց, պնդեց իրենը հարուստը։ Այդ երեկո գնի մասին նրանք այդպես էլ չկարողացան ընդհանուր համաձայնության գալ։ Բայց առավոտյան հարուստը Հանձիրի լճի վրա տեսնելով արևածագը ուղիղ վազեց թագավորի մոտ։ Ձերդ մեծություն, թող ձեր ասածը լինի։ Իսկ արդեն մի օր հետո հարուստը սկսեց կրել դրամները։ 100 ջորուց բաղկացած քարավանը յուրաքանչյուր ջորու մեջքին մինչև բերանները լիքը 2 տոպրակ։ 20 օր շարունակ առավոտյան գալիս էր, երեկոյան ետ գնում։ Լճի ափին ոսկու սարեր բարձրացան։ Հետո դրամները սկսեցին շարել լճի հատակին։ Թագավորն ինքն էր հետևում, որ ոսկիները հատակին շարվեն կողքանց, իրան պինդ կպած։ Ոսկու սարերը շատ հալվեցին։ Իսկ Հանձիրի լճի հատակը այժմ շողում էր ձկնիկի պես ոսկե թեփուկների նման։ Եվ ահա վերջին օրը, վերջին ժամը, վերջին վայրկյանը, երբ հարուստը արդեն լիճը իրենն էր համարում, պարզվեց, որ մի հատիկ դրամ չի հերիքում։ Դե դա կարևոր չէ, ասաց հարուստը։ Մի ոսկին ինչ է որ։ Ինչպես թե կարևոր չէ, բացականչեց թագավորը։ Դու ինչ է, կարծում ես, որ ես այսպիսի հոյակապ լիճը հենց այնպես քեզ նվեր կտամ։ Իսկույն է վետ բերեք այդ մի դրամը։ Ճիշտն ասած, հարուստի ամբողջ ունեցվածքից այլևս ոչինչ չէր մնացել, բայց նա չէր ուզում դա թագավորին խոստովանել։ Մի դրամի համար ջորիների ամբողջ քարավանը չեմ քշի ետ, ասաց նա։ Եթե այդքան պնդում եք, փոխարինաբար ինձ տվեք մի դրամ։ Հիմա ստիպված պետք է բացել ճշմարտությունը մինչև վերջ։ Թագավորն էլ ոչ մի հատ ոսկի չուներ։ Խրախճանքներն ու մասկարադները, ինչպես նաև պալատական տիկնանց համար թանկարժեք նվերներ գնելը, դատարկել էին նրա գանձարանը։ Թագավորական գանձարանը մեծ թմբուկի նման դատարկ էր, բայց թագավորը ավելի քան չէր կարող այդ բանը խոստովանել։ Ես թագավոր եմ և ոչ թե ինչ-որ կեղտոտ վաշխառու, որ պարտք տամ։ Եթե փող չունես, Հանձիրի լիճը չպետք է գնես։ Հարուստը խիստ զայրացավ։ Դե որ էդպես է, գոռաց նա, ինձ բոլորովին էլ պետք չէ ձեր Հանձիրի լիճը։ Թերևս այդպիսի գնով ես ինձ համար մի ծով կգնեմ։
Հարուստը կարգադրեց դրամները հանել ջրի տակից եւ բարձել ջորիներին։ Այդ առևտրից այդպես էլ ոչինչ չստացվեց։ Հարուստն արդյոք իր համար ծով գնեց, թե ոչ, հայտնի չէ։ Բայց թագավորը մինչև մեռնելն էլ ափսոսեց, որ իր գանձարանը այդպես էլ ոչ մի հատիկ ոսկե դրամ չմտավ։ Այնինչ նա կարող էր հարուստ թագավոր դառնալ։